քաղաքական ենթատեքստ ունեցող որոշումներ կայացնող դատավորներ կան։ Որպես արդարադատության նախարարություն խափանման միջոցը կատարող մարմին ենք։ 18-ամյա երիտասարդի կալանքի հարցը դեպրոցականը չեմ կարծում, որ շատ մեծ սպառնալի կարող է լինել։ Ես չեմ կարող որևէ գնահատում տալ պատժիչ միջոց է այս դեպքում կամ այլ դեպքում եւ այլն։ Շատ ավելի խոսվում է չիրականացվածի մասին, քան իրականացվածի։ Չկարծում եմ, դա նորմալ է, որտեղ ակնկալիքը ավելի մեծ է եղել։ Նախկին կուսակցականները դառնում են դատավորներ։ Մեկ ձեռքի մատների վրա երևի կարող եմ հաշվել։ Դատավորներին թիրախավորելը ուղղակի ազդեցություն է կամ ազդեցության փորձ է նրանց անկախության վրա։ Պաշտոնյաներն էլ ձեռ չեն մնում այդ գայթակղություններից եւ պարբերաբար հրապարակում են կոնկրետ անձանց վերաբերող անձնական տվյալներ։ Ազգային անվտանգության գործակալ լինելու կամ սիրային կապեր ունենալու։ Դուք եք որոշելու մենք ունենանք նոր սահմանադրություն թե ոչ, դուք եք որոշելու մենք ինչպիսի պետություն ունենանք։ Հանրային տիրույթում քննարկում է արտաքին ճնշումներով նոր սահմանադրություն ունենալու անհրաժեշտությունը։ Բարև ձեզ, հետքի տաղավարում հյուրընկալել ենք արդարադատության նախարար Սրփուհի Գալյանին։ Բարև ձեզ, տիկին նախարար, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ։ Առաջի հարցս մի քիչ գուցե ծանր թվա, բայց վերաբերում է կալանքի որոշումներին, դատարանների, հատկապես վերջի օրերին 18-ամյա երիտասարդի կալանքի հարցը հանրային տիրույթում շատ քննարկվեց։ Ընկալումն այնպիսին է, որ դատարանները կարծես թե չարաշահում են կալանքի եւ տնային կալանքի որոշումներ կայացնելու իրենց իրավունքը։ Ինչու է այդպիսի ընկալում եւ ինչ կարելի է անել, որպեսզի կալանքը չդառնա, այսպես ասած, պատժիչ գործիք։ Կալանքի թվերը մեր ուշադրության կենտրոնում են եղել նախորդ տարվա ընթացքում եւ մենք ուսումնասիրելով հաճախականությունը այդ խափանամիջոցի նշանակման եկել ենք եզրահանգման, որ այո, ունենք որոշակի քանակական աճ, որը վերջերս ունի նվազման միտում։ Եվ գուցեև նվազման միտում պայմանավորված է նրանով, որ մենք միջգերատեսչական բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել, հասկանալու համար, թե խնդիրն ինչու է կայանում։ Բայց գնահատել, թե արդյոք դրանք չարաշահումների արդյունքներ են կամ առհասարակ ինչի արդյունքներ են, ես չեմ կարող, որովհետև դրա իրավունքը չունեմ։ Մենք որպես արդարադատության նախարարություն խափանման միջոցը կատարող մարմին ենք, այսինքն մեր իրավասության ծավալը սկսում է գործել, երբ արդեն իսկ որոշումները կայացված են եւ մեր խնդիրը ուղղակի արժանապատիվ այդ խափանման միջոցի իրականացումն է։ Տիկին նախարար, հաշվի առնելով, որ դուք նաև քաղաքականություն մշակող մարմին եք, նկատի ունեմ նախարարությունը, հետևաբար չկարծում, որ որոշակի վերլուծություն կատարելու անհրաժեշտություն կա, գուցե օրենսդրական բացի հարց է կամ ավելի մեղմելու, նոր կարգավորումներ մտցնելու անհրաժեշտություն կա, որովհետև ներողություն եմ խնդրում, օրինակ 18 տարեկան երիտասարդի հարցը, որ քննարկվեց, տպավորությունն այնպիսին էր, որ ավելի շատ պատժելու նպատակով են նրանք կալանավորել, որովհետև առերևույթ դպրոցականը չեմ կարծում, որ շատ մեծ սպառնալի կարող է լինել։ Տեսեք, իրավիճակները շատ տարբեր են եւ իմ ամենաչսիրած բանն է խնդրին միակողմանի նայելը։ Հիմա մենք խոսում ենք 18 տարեկան երիտասարդի մասին, մի քանի ամիս առաջ խոսում էինք 14-15 տարեկան երեխաների մասին, որոնք կատարել էին կամ կասկածվում էին կամ մեղադրվում էին հանրորեն վտանգավոր արար կատարելու մեջ։ Եվ կարծում եմ դուք էլ կհիշեք, թե ինչպիսի հանրային ճնշում կար այն հարցի հետ կապված, թե ինչու այդ երեխաները կալանքի տակ չեն։ Բայց նրանք երեխա էին, այո, շատ վատ, այն տեսանյութի մասին եմ խոսում, որում որ ծեծկտուկի դրվագներ կային, եւ ամբողջ հանրությունը խոսում էր այդ երեխայի հորը աշխատանքից ազատելու անհրաժեշտության մասին, այդ երեխաներին անհապաղ կալանավորելու անհրաժեշտության մասին եւ այլն։ Եվ ես կարծում եմ, որ մեր դատական համակարգը պետք է յուրաքանչյուր դեպք առանձին գնահատի։ Ես չեմ կարող որևէ գնահատում տալ պատժիչ միջոց է այս դեպքում կամ այլ դեպքում եւ այլն, ամեն դեպքում այդ խափանամիջոցի էությունը բոլորովին այլ է։ Ինչ վերաբերում է վերլուծություններին, մենք այդ վերլուծությունը արել ենք եւ ես հենց դրա մասին էի խոսում, բայց որպեսզի թյուր կարծիք հանրության մոտ չձևավորվի, որ կալանք խափանամիջոցը ավելի շատ է նշանակում, քան մյուս խափանամիջոցները, ես ասեմ, որ մյուս խափանամիջոցների ծավալը քանակական առումով 10-15 անգամ ավել է իրականում այն խափանամիջոցներին, որոնք կապված չեն ազատությունից զրկելու հետ։
Ավելի շատ քննարկումը կալանքի Այո, կալանքը սուր է ընկալվում հանրության կողմից եւ տպավորություն է ստեղծվում, որ դա կամ մեր երկրում միակ խափամամիջոցն է, որ կիրառվում է, կամ ամենաշատը կիրառվող խափամամիջոցն է, բայց պետք է նշեմ, որ ճիշտ հակառակ իրավիճակը կա, չհեռանալու արգելք խափամամիջոցը շատ է կիրառվում, վարչական հսկողությունը, տնային կալանքը եւս, խոսեցիք տնային կալանքի մասին, այո, քանակական աճ ունենք տնային կալանքի մասով եւս, բայց դա գալիս է փոխարինելու կալանք խափամամիջոցին եւ դա է պատճառը, որ տնային կալանքի թվական աճ ունենք այս պահի դրությամբ։ Տիկին Գալյան, 2018 թվականի իշխանափոխությունից հետո շատ քննարկվեց, որ դատական իշխանությունը անկախացնելու եւ բարեփոխելու խիստ անհրաժեշտություն կա։ Անցել են բավականին երկար տարիներ, այսպես ասած 8 տարի անցել է, բայց կարծես թե հանրային ընկալումները չեն փոխվել մեր դատական իշխանության նկատմամբ։ Խոսվում է քաղաքականացված դատավորների մասին, կալանք տվող դատավորների մասին, ինչու դեռ վստահության մակարդակը բավարար չափի չի հասել։ Որովհետև գուցե բարեփոխումը ավարտին հասցնելու համար 7-8 տարին բավարար չէ, բայց այո, ճիշտ եք, դա բավականին երկար ժամանակ է, որպեսզի հստակ ուրվագծվեն այն մոտեցումները, որոնք պետք է մեր պետությունը որդեգրի առաջիկա տասնամյակների ընթացքում, եւ այդ մոտեցումները հետեւյալն են՝ դատական համակարգ, բարևարք եւ պրոֆեսիոնալ դատավորներով։ Ու դրա համար քաղաքականության մշակման տեսանկյունից ավելին են կարել, քան երևի արված է եվրոպական լավագույն փորձ ունեցող երկրներում։ Դուք գիտեք, որ մեր դատավորներն անցնում են բարևարկության ստուգման ընթացակարգով, մենք ներդրել ենք ընթացիկ բարևարկության ստուգումը եւ դա չանցնելու դեպքում առաջխաղացման հնարավորություններն են դատավորների սահմանափակվում, կարգապահական վարույթներ են տեղի ունենում, որի արդյունքում դատավորները դուրս են գալիս աշխատանքից կամ դադարեցվում են նրանց լիազորությունները բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, բայց հանրության ընկալումներում դա բավարար չէ, որովհետև հանրությունը տեսնում է մի քանի դեպք, որոնք մեդիա դաշտում հստակ շրջանառվում են, եւ այդ դեպքերը ստեղծում են պատկեր, որը տարածում են մարդիկ բոլոր դեպքերի վրա, ինչը իրականում այդպես չէ։ Հա, մենք ունենք մի իրավիճակ, երբ հեղափոխությունից առաջ տրված խոստումները ինչ որ մասով դեռ չեն իրականացել, բայց շատ ավելի խոսվում է չիրականացվածի մասին, քան իրականացվածի։ Չկարծում որ դա նորմալ է, որտեղ ակնկալիքը ավելի մեծ է եղել։ Եվ նորմալ է, եւ նորմալ չէ, ինչու, որովհետեւ իրականացվածի մասին 1-2 օր խոսելով դա մոռացվում է եւ մնում է խնդիրը, որը չլուծված է, որի մասին անդադ պետք է խոսել եւ մատնացույց անել եւ շատ դժվար է բալանսը գտնել ու բալանսավորել, ասել անընդհատ գիտեք, բայց հեղափոխությունից հետո օրինակ պետությանը վերադարձվել են միլիարդավոր դրամներ, օրինակ պետությանը վերադարձվել են բազմաթիվ անշարժ գույքեր եւ դրանք պետք է օգտագործվեն հանրօգուտ նպատակներով եւ այլն։ Այսինքն խնդիրը կարծում եմ նաեւ կոմունիկացիայի ոչ ճիշտ իրականացման մեջ է։ Տիկին Գալյան, ապօրինի գույքի մասին, ենթադրում եմ դրա մասին եք խոսում, որ ասում եք վերադարձվել է։ Մենք չունենք հստակ օրենսդրական կարգավորում նաև հանրօգուտ նպատակներով օգտագործելու հետ կապված։ Մի շարք երկրներում բռնագանձված գույքը հենց օգտագործվում է հանրության կարիքների համար։ Մեր դեպքում գուցե դա գնում է պաշտոնյայի պարգևավճարի, գուցե ասեք դա էլ է հանրօգուտ աշխատանք, որտեղ թոշակների վճարմանը, գուցե նպաստների վճարմանը։ Թիրախային լուծումներ տրված չեն։ Կա դրա անհրաժեշտությունը եւ նախագիծ շրջանառվում է կամ պատրաստվում է։ Մենք վերջերս կառավարությունում բարձր կազմով քննարկում ենք ունեցել ապօրինի ակտիվների կառավարման կառուցակարգեր ներդնելու հետ կապված եւ ունենք հստակ որոշում, որ գնալու ենք այն ուղղությամբ, որ այդ ակտիվների օգտագործումը հնարավորինս թափանցիկ լինի եւ ապահովի հաշվետվողականությունը այդ ակտիվների օգտագործման։ Բայց ես կուզեի նշել մի շատ կարևոր փաստ, այն որ հիմա դա առանձին տողերով չի իրականացվում եւ հանրությանը հաշվետվություն չի ներկայացվում հենց այդ մասով, չի նշանակում, որ բռնագանձված գումարները հանրօգուտ նպատակին չեն ծառայում, որովհետեւ պետբյուջեն մեկ միասնական համակարգ է,
մուտքերի տեսանկյունից, իսկ ելքերը տարբեր են։ Օրինակ այդ մուտքերը, որոնք ապահովվել են ապօրինի ակտիվների վերադարձի շնորհիվ, ուղղվել են նպաստների տրամադրմանը, եկամտային հարկի վերադարձմանը, օրինակ թոշակների վճարմանը կամ առողջության ապահովագրության հետ կապված որոշակի ծախսերի իրականացմանը այն տարիքային կազմի համար, որոնք չեն վճարում այդ ծառայությունից օգտվելու համար եւ այլն։ Բայց ամեն դեպքում հաշվի առնելով եվրոպական լավագույն փորձը եւ նաեւ այն հանձնառությունը փակագծեր բացելով ասեմ, որը ստանձնել ենք նաև վիզաների ազատականացման գործընթացում, մենք պետք է մեր պետությունում ներդնենք հստակ կառուցակարգեր, որոնք պատասխանատու կերպով կապահովեն այդ հաշվետվողականությունն ու թափանցիկությունը։ Տիկին Գալյան, մենք խոսում ենք հանրային իշխանություններից անկախ կամ ազդեցության տակ չընկնող դատարանների մասին, մինչդեռ հանրային տիրույթում եւս քննարկվում է կուսակցական, բայց մեկ օր առաջ կուսակցական լիազորությունները դադարեցրած դատավորների մասին, որոնք այսօր դատավորի պաշտոն են զբաղեցնում, սա արդյոք խնդրահարույց չէ։ Օրինակները մեկը չեն, երկուսը չեն, կարծես թե այդ միտումը ավելանում է, որ նախկին կուսակցականները դառնում են դատավորներ։ Սա ինչքանով է բխում դատարանների նկատմամբ վստահության սկզբունքից եւ հանրային ընկալումներում արդյոք փոխելու ազդակներ պետք է տալ, թե ոչ։ Նախ որպեսզի ընկալումը ճիշտ կլինի, ես կուզեի մենք շեշտենք, որ մենք խոսում ենք բացառությունների մասին եւ չենք խոսում համատարած երևույթի մասին։ Չի, բայց գնալով կարծես թե ավելանում են։ Դրանք բացառություններ են, մեկ ձեռքի մատների վրա երևի կարող եմ հաշվել այդ բացառությունները եւ պետք է նշեմ, որ օրենսդրության տեսանկյունից իրավաչափ է, որովհետև արգելք չկա նախկինում կուսակցական լինելու եւ արգելք կա դատավորի պաշտոնում որևէ կուսակցության անդամ լինելու հետ կապված եւ առաջին հայացքից օրենսդրությամբ որևէ խնդրային իրավիճակի չենք բախվում, բայց ես հարցի տողատակը հասկանալով կասեմ հետեւյալը, որ կարող է այո ինչ որ առումով գնահատվել նման իրավիճակը խնդրային, եթե անձը իր էթիկայի բարևարկության կանոններին չբավարարի եւ զերծ չմնա աֆիլիացիաներից, այսինքն որոշակի փոխկապակցվածությունից։ Ամեն դեպքում մենք քննարկել ենք նոր նախագծի ընդունման հնարավորությունները, որոնք նախատեսելու են cooling off period, այդ ժամանակահատվածի հետ կապված կարգավորումը, որը նշանակելու է, որ որևէ պաշտոն, որը քաղաքական է կամ կուսակցականություն է ենթադրում զբաղեցնելուց հետո, գուցե որոշակի շրջանակի պաշտոնատար անձինք պետք է սպասեն օրինակ 1 կամ 2 տարի, մինչև նոր պաշտոնում նշանակվելը, որը ենթադրում է անկուսակցականություն։ Կարծում եմ դա ողջամիտ է, որովհետև մեկ օր առաջ դադարեցնել կուսակցական անդամությունը չի նշանակում, որ իսպառ խզվում են այդ կապերը եւ ազդեցությունները, որտեղ մարդը դեռ հոգեպես իրենց շարունակում է զգալ որպես կուսակցական։ Ես ամեն ինչ մարդուց է կախված իրականում, որովհետև մենք նույնիսկ կարող ենք քննարկել հարցը այլ համատեքստում, մենք փոքր երկիր ենք եւ գրեթե բոլորին ճանաչում ենք, եթե ուղղակի չենք ճանաչում, անուղղակի ամեն դեպքում ճանաչում ենք եւ կապերը, ընդհանուր հայացքները եւ այլն մեր երկրում կան եւ պաշտոնատար անձը ինչով պետք է տարբերվի քաղաքացուց, որ ստանձնի պատասխանատվություն զերծ լինել որևէ կապից։ Դա կլինի անձնական կապ, կուսակցական կապ, քաղաքական կապ եւ այլն։ Եվ ես դրա մասին էի խոսում, երբ ասում եմ, երբ անձը հավատարիմ կլինի այդ բարևարկության համակարգի տարերին եւ կպահպանի էթիկայի կանոնները, խնդիր չի առաջանա։ Որպեսզի շատ չծանրանանք այդ թեմայի վրա, ձեզ էլ է հայտնի, որ հատուկ կալանքի որոշում կայացնող նաև քաղաքական ենթատեքստ ունեցող որոշումներ կայացնող դատավորներ կան։ Գոնե հանրային տիրույթում ընկալումը այդպեսին է։ Հիմա գուցե ասեք, որ դա փաստաբանների մոտեցումն է, լրագրողներն են այդ վարկած առաջ քաշում, բայց միևնույն է, այդ դիրքորոշումը կա։ Արդյոք սա հենց այդ կախվածության մասին չի խոսում։ Նախ ես կարծում եմ, որ դատավորներին թիրախավորելը ուղղակի ազդեցություն է կամ ազդեցության փորձ է նրանց անկախության վրա։ Եվ սա շատ վատ է, որ մեր հասարակությունում տեղ ունի եւ չպետք է ունենա։ Երկրորդ,
մենք միշտ կրկին մի կողմից ենք նայում։ Ես չէ, հանրությունը ավելի շատ մի կողմից է նայում եւ օրինակ չի քննարկում, թե ինչ եղավ այդ որոշման բողոքարկման արդյունքի հետ։ Որպես կանոն մենք թիրախավորում ենք կամ հանրություն թիրախավորում է առաջին ատյանի դատային դատավորներին եւ հետամուտ չի լինում այդ որոշման բողոքարկման արդյունքում կայացված որոշմանը, որովհետեւ ես հատուկ ուսումնասիրել եմ, որպես կանոն այդ որոշումները թողնվում են ուժի մեջ։ Բայց չգիտես ինչու առաջին ատյանի դատավորն արդեն թիրախավորվել էր, բայց որպես քաղաքականություն մշակող ու խնդիրը նկատող մենք հանձնառել ենք ավտոմատ մակագրության համակարգ ունենալ նաև միջդատական վարույթի համար, այնքան որքան որ հնարավոր է, որովհետև մենք բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել եւ դատական համակարգի մեր գործընկերների եւ տեխնիկական աշխատանք իրականացնող մասնագետների հետ, որպեսզի կարողանանք հասկանալ, թե ինչպես է պետք մոդելավորել այդ մակագրման համակարգը, որովհետև միջդատական վարույթի ընթացքում կանխատեսելի չէ այդ միջնորդությունների քանակը, ժամը եւ այլն, որպեսզի կլասիկ մեխանիզմներով դատավորների ծանրաբեռնվածությունը հաշվի առնվի եւ այդ գործերը ճիշտ բաշխվեն։ Ամեն դեպքում նոր համակարգը, թվային համակարգը, որի աշխատանքները արդեն գտնվում են տեխնիկական մշակման, կարելի է ասել, առաջադրանքի մշակման փուլում, պետք է լուծի այս հարցը նաև։ Եվ կարծում եմ, որ առաջիկայում այս հարցը լուծելով այլևս մեդիա դաշտում նման թիրախավորումներ մենք չենք ունենա օբյեկտիվ պատճառներով, քանի որ դա ուղղակի հնարավոր չի լինի անել։ Տիկին նախարար, խոսեցիք էլեկտրոնային կամ թվայնացման գործիքակազմի մասին, իշխանափոխության առաջի տարիներից սկսած նաև նպատակ էր դրվել թվայնացնել դատական համակարգը եւ ընդհանրապես արդարադատությունը իրավական բլոկը։ Բայց կարծես թե դա էլ չի հաջողում ամբողջությամբ իրականացնել, որովհետեւ մասնակի իրականացվել է, ոչ դատարանները արդեն թվայնացված են, բայց իրավապահ ամբողջ բլոկը, որը պետք է ընդհանուր միասնական կապ ունենար, այդպես էլ չհաջողվեց ունենալ։ Միջդեռ նախատեսվել էր, եթե չեմ սխալվում, 25 թվականին գործարկել։ Ինչու է դանդաղում նաև այդ թվայնացման աշխատանքները։ Թվայնացումը նախ ես վատատեսական նոտաներ չեմ տեսնում այս երևույթի մեջ, այն մասով, որ փոքրինչ դանդաղում է process-ը, այո, կարող ենք մտահոգվել, բայց ամեն դեպքում ես տեսնում եմ, որ մենք դանդաղ, բայց հաստատուն քայլերով առաջ ենք գնում։ Եվ դրա մասին վկայում են այն հաջողված համակարգերը, որոնք արդեն գործում են, եւ պետք է ուրախությամբ ասեմ, որ վարչական դատավարության էլեկտրոնային համակարգը, որը գործում է, դրական արձագանքների արժանանում եւ դա նաեւ պայմանավորված է նրանով, որ մենք քաղել ենք քաղաքացիական դատավարության էլեկտրոնային համակարգից այն դասերը, որոնք որ եղել են, այսինքն այն խնդիրները, որ եղել են, հավաքագրվել են եւ փորձել ենք դրանք լուծելով ստեղծել նոր համակարգ, եւ այս երկու համակարգերը, քաղաքացիական եւ վարչական դատավարության էլեկտրոնային համակարգերը շարունակաբար կատարելագործվում են հիմք ընդունելով դատավորների, փաստաբանների եւ այլ շահառուների կարծիքները։ Սնանկության էլեկտրոնային համակարգը, որը պետք է գործեր նախկինում, ինչ-ինչ պատճառներով չի գործել, առաջիկա ամիսների ընթացքում կսկսի գործել, մենք շատ ակտիվ աշխատում ենք այդ ուղղությամբ եւ քրեական դատավարության համակարգի հետ կապված ես խոսեցի դատական թվային համակարգի մասին, դրա մի կոմպոնենտը հենց քրեական դատավարության կոմպոնենտն է եւ էլեկտրոնային քրեական գործը, որի մշակման առաջնորդությունը այս պահին ստանձնել է գլխավոր դատախազությունը, կարծես թե մոտենում է իր դրամաբանական ավարտին եւ առաջիկա տարվա ընթացքում կարծում եմ, որ մենք հնարավորություն կունենանք գործարկելու նաեւ այդ թվային գործիքը։ Իսկ դրանով կամբողջացվի արդարադատության համակարգի թվայնացումը, որպեսզի իմ միտքը սխալ չհնչի, մենք ունենք առանձին էլեկտրոնային քրեական գործ ծրագիրը, որը վերաբերում է միջդատական վարույթին եւ ապագայում արդեն մի քանի տարի հետո, որովհետեւ դա երկար ժամանակ է պահանջում, բայց ես հույս ունեմ, որ 2-ից 3 տարի ենք ծախսելու դրա վրա, մենք ունենալու ենք քրեական դատավարության էլեկտրոնային գործիքը, որը համակցվելու է արդեն էլեկտրոնային քրեական գործին եւ մնացած մյուս բոլոր դատական եւ ոչ միայն դատական, այլ այդ իրավական թվային գործիքներին։ Եվ մենք ամբողջությամբ ունենալու ենք թվային դաշտ իրավական գործիքների, ինչը կարծում եմ հրաշալի կլինի։
Տիկին նախարար, թվայնացմանը զուգահեռ մեծանում է նաև անձնական տվյալների արտահոսքի ռիսկը, որովհետև հասանելի է դառնում արդեն մեծ թվով անձանց այդ տվյալները եւ այլն։ Ցավոք պաշտոնյաներն էլ զերծ չեն մնում այդ գայթակղություններից եւ պարբերաբար հրապարակում են կոնկրետ անձանց վերաբերող անձնական տվյալներ։ Չգիտեմ, գուցե անձնական շահգրգռվածությունից ելնելով կամ քաղաքական, բայց միևնույն է այդ ռիսկը կա։ Մշակվում է հատուկ ռազմավարություն կամ գործիքակազմ կանխելու անձնական տվյալների արտահոսքը։ Անձնական տվյալների պաշտպանության կարևորությունը մեզ համար սակարկելի չէ։ Այսինքն դա կարելի է ասել մեր քաղաքական ուղղության հիմնական կետերից է, որ պետք է մենք ունենանք առանձին ինքնաբար մարմին, որը պետք է պատասխանատու լինի անձնական տվյալների պաշտպանության համար, եւ մշակել ենք հայեցակարգ, որը քննարկվել է կառավարությունում, հիմա մշակում ենք օրենսդրական նախագիծ, որպեսզի անձնական տվյալների պաշտպանության ֆունկցիան արդարադատության նախարարությունից տեղափոխվի ինքնաբար մարմնի ֆունկցիայի եւ ապահովվի այդպիսով այն չափանիշը, որը գործում է Եվրոպայում։ Այսինքն անկախություն, ֆինանսական անկախություն, որոշումների կայացման անկախություն, ռեսուրս նաև այս մարմնի համար, որը կլինի ավելի շատ մասնագետներ, որոնք կլինեն իրապես մասնագետներ եւ ոլորտի համար պատասխանատու կլինեն եւ պատասխանատվություն կստանձնեն եւ այլն։ Բայց ես ուզում եմ անդրադառնալ ձեր խոսքում նշած մի հանգամանքի, ես լավ չհասկացա հարցը, պաշտոնատար անձինք հրապարակում են անձանց անձնական տվյալներ։ Այո, օրինակ, չգիտեմ, ազգային անվտանգության գործակալ լինելու կամ ինչ-ինչ սիրային կապեր ունենալու, մտերմություն ունենալու եւ այլն, այսինքն նրանք տվյալներ են, որոնք գուցե հասանելի են պաշտոնյաներին կամ պետական մարմիններին եւ դրանք պետքա հատուկ պաշտպանության տակ լինեն, մինչդեռ տրվելով գայթակղության հրապարակվում են։ Հատուկ պաշտպանության պետք է լինեն բոլորի անձնական տվյալները, բայց դրանք պետք է պաշտպանվեն բոլորից։ Այսօր մենք ավելի շատ համատարած տեսնում ենք քաղաքացիների կողմից անձնական տվյալները, անձնական տարածքը չհարգելու, մի քիչ ավելի վատ բաներ էլ կասեմ, անձանց թիրախավորելու, ատելության խոսք տարածելու ու նմանատիպ շատ այլ դեպքեր, որոնց հետ կապված, այո, մենք պետք է ունենանք հստակ լուծումներ, որպեսզի այն իրավիճակը, որն ունենք այսօր, չշարունակվի։ Շատ լավ։ Տիկին նախարար, անդրադառնանք նաև սահմանադրության նախագծին, տևական ժամանակ է քննարկվում է նոր սահմանադրություն ունենալու հարցը։ Նախագիծը կարծես թե պատրաստ է, բայց չի հանրայնացվում, ինչն է պատճառը, որ, այսպես ասած, չասեմ գաղտնի, բայց դեռ հանրության չի տեղեկացվում, թե ինչպիսի կարգավորումներ են լինելու։ Շատ պարզ պատճառով, որովհետև պատրաստի տեքստը անընդհատ փոփոխությունների ենթարկվում, որովհետև անընդհատ քննարկվում է եւ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կողմից եւ քննարկվում է խմբակցությունում եւ քննարկվում է վարչությունում, այսինքն այդ բոլոր քննարկումների արդյունքում տեղի են ունենում որոշակի փոփոխություններ, որոնք պետք է բերեն նախագիծը վերջնական նախնական տեսքի, ես միշտ ասում եմ վերջնական նախնական տեսքի, որովհետեւ հրապարակելու պահին մենք ասելու ենք, որ մենք հրապարակում ենք նախնական տարբերակով նախագիծ, որը ենթակա է քննարկման։ Այսինքն մենք հրապարակելու ենք նպատակով հավաքել ժողովրդի կարծիքը, մասնագետների կարծիքը եւ որոշել անել կամ չանել որոշակի փոփոխություններ։ Այսինքն սա process է, որը դեռ ավարտին չենք հասցրել, բայց տեքստը կամ առնվազն դրա հիմնական մասը ըստ էության պատրաստ է։ Նեղ բովանդակային քննարկման մեջ չմտնելով զուգահեռ հետաքրքիր է սուպեր վարչապետության ինստիտուտի հարցը, որովհետև Նիկոլ Փաշինյանը նաև այդ հարցն էր պարբերաբար քննարկում մինչև վարչապետ դառնալը։ Արդյոք արմատական փոփոխություններ իրականացվում են սուպեր վարչապետության ինստիտուտը մեղմելու կամ լիազորությունները նվազեցնելու հարցում։ Դե մենք դա արել ենք ինչ որ չափով միջև սահմանադրության տեքստի խմբագրումը կամ փոփոխությունը, օրինակ վարչապետին ենթակա մարմինների ցանկը կրճատելով։ Նախկինում ոստիկանությունն էր, եթե չեմ սխալվում, վարչապետին ենթակա, հիմա մենք ունենք ներքին գործերի նախարարություն, որը կառավարություն է։
Ինչ վերաբերում է բուն սահմանադրությանը, մենք այո, բալանսավորում ենք իշխանության թևերը եւ ավելի հստակ ենք սահմանում ազգային ժողովի վերահսկողական լիազորությունները, օրինակ զինված ուժերի կիրառման նկատմամբ եւ կառավարության կողմից իրականացվող այլ գործառույթների նկատմամբ, այսինքն որպես պարլամենտական երկիր ավելի ուժեղանալու են ազգային ժողովի վերահսկողական լիազորությունները եւ միտք ունենք նաեւ ազգային ժողովին հնարավորություն տալու ֆիլտրելու կառավարության անդամներին, այսինքն կարծիք հայտնելու կառավարության անդամի նշանակման դեպքում նաեւ Տիկին նախարար, կան առանցքային կետեր, որ նոր են լինելու սահմանադրության մեջ, այսինքն նախկինում մենք նմանատիպ կարգավորումներ չենք ունեցել։ Այն ինչ կասեմ, խիստ նախնական է, որովհետև գուցեև շատ քննարկումների արդյունքում, որոնք մեզ սպասում են, փոխվի, բայց մտածել ենք առաջին ընտրությունների, առաջին համապետական ընտրությունների, հիմնական ընտրությունների դեպքում հրաժարվել կայուն մեծամասնության գաղափարից, այսինքն եթե որևէ քաղաքական ուժ մեծամասնություն չձևավորի կամ կոալիցիայով մեծամասնություն չձևավորվի, ոչ թե լինի երկրորդ փուլ այնպես ինչպես որ հիմա է, այլ լինեն նոր ընտրություններ, որպեսզի լրացուցիչ հնարավորություն տրվի եւ քաղաքական ուժերին եւ ժողովրդին կրկին կողմնորոշվել, այսպես ասեմ, եւ կատարել իրենց ընտրությունը։ Հաջորդ նորարարությունը դատական իշխանության գլխում Երդվյալների ինստիտուտի նախատեսումն է, իհարկե օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով, ուղղակի հնարավորություն ենք սահմանադրության շրջանակներում նախատեսում։ Մյուսը կոնցեպտուալ է, անձանց իրավունքներին ու պարտականություններին է վերաբերում ըստ էության, իրավունքների մասով հիմնական իրավունքների շարքում դիտվելու են նաև սոցիալական ապահովության եւ առողջապահության իրավունքը, ինչը շատ մեծ եւ շատ լուրջ եւ շատ ծանր քայլ է պետության համար, որովհետեւ պետության պարտականության ծավալը հստակ մեծանալու է։ Եվ նաև նախատեսելու ենք նորմեր, որոնք մեր կարծիքով պետք է բերեն ժողովրդի գիտակցության փոփոխության։ Մենք այսօր չունենք սահմանադրություն եւ օրենքներ հարգելու պարտականություն։ Ոչ ժողովրդի համար, իհարկե պաշտոնատար անձինք պետք է առաջնորդվեն օրենքներով եւ սահմանադրությամբ, բայց ամեն դեպքում դա որպես սկզբունք ամրագրված չէ։ Մենք չունենք հանրային կամ պետական շահով առաջնորդվելու սկզբունքը բոլոր պաշտոնատար անձանց կամ պետական մարմինների կամ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների համար եւ նոր սահմանադրությունը նաեւ պետք է շեշտադրի գաղափարական փոփոխությունը անձի մակարդակում, կենտրոնում պահելով մարդուն եւ տալով հետեւյալ ուղերձը, որ սահմանադրությունը ձեր պայմանագիրն է միմյանց միջև ունենալու պետություն եւ տալու է պետության իհարկե ուղղությունները, որոնցով պետությունը գնալու է առաջիկա տասնամյակների ընթացքում։ Ինչքանով է անհրաժեշտ նոր սահմանադրությունը ներկա պայմաններում, որովհետև գաղտնիք ասած չեմ լինի, որ հանրային տիրույթում քննարկվում է արտաքին ճնշումներով նոր սահմանադրություն ունենալու անհրաժեշտությունը։ Նոր սահմանադրություն ունենալու գաղափարը 2018 թվականից հետո եղել է եւ ոչ միայն եղել է, այլ նաեւ այդ ուղղությամբ աշխատանքներ են իրականացվել եւ կառավարության ծրագրում լրագրողները շատ հաճախ երբ ինձ մոտենում եւ հարցեր են տալիս, չեն հիշում, որ կառավարության ծրագրում նոր սահմանադրություն հայեցակարգ ընդունելու կետը նախատեսված եղել է։ Եվ ես միշտ դա շեշտադրում եմ։ Ամեն դեպքում աշխատանքները օբյեկտիվ պատճառներով գուցե որոշ դեպքերում նաև սուբյեկտիվ դանդաղել են, մենք բոլորս գիտենք պատմության հայտնի իրադարձությունները, չեմ ուզում խոսել դրանց մասին, բայց ամեն դեպքում, երբ այդ միտքը եղել է ունենալ նոր սահմանադրություն կամ փոփոխել սահմանադրությունը, եղել է պատմաքաղաքական այլ իրողություն, հիմա կա պատմաքաղաքական մեկ այլ իրողություն։ Եվ այս իրողությամբ է պայմանավորված ձեր կողմից ներկայացվող դիտարկումը, որը բարձրացվում է շահարկումների տեսքով, որ մենք արտաքին ազդեցության ուժերի ազդեցությամբ ենք ուզում փոխել սահմանադրությունը։ Իրականում մենք ուզում ենք ունենալ սահմանադրություն, որը ամուր հիմքեր է ստեղծում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության համար, ներողություն, եւ տալիս է մեր պետության կայուն զարգացման հնարավորություն։
Եվ նաև շատ կարևոր է իմ կողմից նախորդիվ նշված գաղափարական փոփոխության հետ կապված հարցը եւ ժողովրդին այդ գիտակցումը բերելու հարցը, որ դուք եք որոշողը, դուք եք ընտրողը, դուք եք որոշելու մենք ունենանք նոր սահմանադրություն թե ոչ, դուք եք որոշելու մենք ինչպիսի պետություն ունենանք։ Սա է հիմնական նպատակը նոր սահմանադրություն ունենալու եւ կարծում եմ, որ դա մեզ անհրաժեշտ է։ Տիկին նախարար, հաջորդ հարցս վերաբերում է քրեակատարողական հիմնարկներին։ Ցավոք վերջի տարիներին մահվան դեպքերը եւ ինքնասպանության դեպքերը կարծես թե ավելացել են։ Եթե համեմատենք 25-24 թվականները, գրեթե կրկնակի են ավելացել։ Ինչն է պատճառը, որ պետությունը չի կարողանում արդյունավետ լուծումներ գտնել, հատկապես որ եւ դիտորդական մարմինները եւ փաստաբանները պարբերաբար բարձրաձայնում են քրեակատարողական հիմնարկներում ոչ պատշաճ բուրս սպասարկման մասին։ Հասկանում եմ, բուրս սպասարկումը ձեր տիրույթում չի, բայց հաշվի առնելով քրեակատարողական հիմնարկի ամբողջական այդ վիճակը, կարծում եմ ձեզ եւս մտահոգում է այս ներկա պատկերը։ Իհարկե մտահոգում է, բայց ես այս հարցի հետ կապված ուսումնասիրել եմ տարիների վիճակագրությունը եւ տարեցտարի այդ վիճակագրությունը շատ տարբեր է։ Օրինակ ամենաշատ ինքնասպանությունները կամ մահվան դեպքերը եղել են 2016 թվականին, եթե չեմ սխալվում 30 դեպք ենք ունեցել, հետո այդ թիվը տատանվել է 18, 20, 25, 24, 10-ից քիչ գրեթե չենք ունեցել նմանատիպ դեպքեր եւ ես ուզում եմ շատ անկեղծ հիմա խոսել, քրեակատարական ոլորտը իրականում շատ է ռոմանտիզացվում երբեմն։ Դուք կարող եք ինձ քննադատել, հիմա խոսում ենք մարդկանց կյանքի մասին։ Այսինքն իդեալական պայմաններ ունենալու եւ այլն։ Չէ, ինքնասպանությունների դեպքերի հետ կապված եմ ես խոսում եւ նաեւ մահվան դեպքերի որոշ դեպքերում, բայց մենք պետք է հստակ փաստերին նայենք։ Ես նաեւ ուսումնասիրել եմ աշխարհում վիճակագրությունը, թե միջինում 1000 մարդու պարագայում աշխարհում 1 տարում քանի մարդ է մահանում։ Եվ այդ թիվը 7-ից 8-ն է, եթե չեմ սխալվում, կարող են մեր քաղաքացիները ստուգել, իսկ քրեակատարողական հիմնարկում 1 տարվա ընթացքում մուտք է գործում 5000 մարդ։ Այսինքն ստատիկ պահվում են 2800-ից 2900-ը, բայց եթե նայենք թվականակը, թե քանի հոգի է մուտք գործում ու երկգործում քրեակատարողական հիմնարկից, տարվա կտրվածքում մենք 5000 մարդու հետ ենք առնչվում։ Ես չեմ ուզում այս թվական տվյալների մեջ բերելով արդարացնել մահերը, բայց իրականում կյանքն այնպիսին է, որ երբեմն այո մարդիկ մահանում են եւ քրեակատարողական հիմնարկի ներսում եւ քրեակատարողական հիմնարկից դուրս։ Սա չի նշանակում, որ մենք չպետք է պատշաճ բժշկական սպասարկում ցուցաբերենք եւ կամ ինքնասպանության հակում ունեցող անձանց հետ առանձին չաշխատենք։ Շատ մեծ աշխատանք է տարվում, շատ։ Բժշկական սպասարկման տեսանկյունից դատապարտյալների հիվանդանոցը, որը վատթար վիճակում էր գտնվում, փակվեց եւ Արմավիր քրեակատարողական հիմնարկում բացվեց 100 մահճակալ ունեցող ստացիոնար բաժանմունք, զինված հրաշալի կարելի ասել տեխնիկական միջոցներով, նոր սարքավորումներով բժշկական, որոնք նաև ունակ են որոշակի միջամտություններ կատարել եւ նաև մասնագիտական տեսանկյունից կադրային համալրումներ տեղի ունեցան։ Բայց մահերի հետ կապված դեպքերը նախորդ տարվա ընթացքում առնվազն կապված են եղել այնպիսի խնդիրներ ունեցող անձանց հետ, որոնց առողջական վիճակը թույլ չի տվել դատարանին օրինակ իրենց ազատել պատժի կրումից, որովհետև նրանց հիվանդությունը անհամատեղելի է եւ մենք սկսել ենք աշխատել այդ ուղղությամբ։ Մենք տեսել ենք, որ հիվանդությունների ցանկը, որը սահմանում է կառավարության որոշմամբ, թույլ չի տալիս գտնվել ճկուն եւ օրինակ հիվանդությունների համակցության դեպքում, որոնք այդ ցանկում չկան, բայց իրենց բնույթով եւ համակցությամբ այնպիսինն են, այո, որ իրականում համատեղելի չեն պատժի կամ կալանքի կրման հետ, հնարավորություն լինի այդ դեպքում անձին ազատել
քրեակատարական հիմնարկից եւ մեր առողջապահության նախարարության գործընկերների հետ մշակել ենք կառավարության նոր որոշում, որը մեկ անգամ արդեն նախարարական կոմիտեի նիստում քննարկվել է եւ կարծում եմ, որ առաջիկայում արդեն կունենանք փոփոխված որոշումը, որը ճկունություն կտա եւ ժամկետները կսեղմի, որպեսզի մենք խնդրի արձանագրման դեպքում չկորցնենք ժամանակ եւ կարողանանք անձին դուրս բերել քրեակատարական հիմնարկից։ Ինչ վերաբերում է ինքնասպանություններին, ես այս ուղղությամբ էլ կուզենամ խոսել այն տեսանկյունից, որ ինքնասպանության դիմում են որպես կանոն հստակ ինքնավնասում կատարելուն հակված անձինք, այսինքն անձինք, որոնք ունեն հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ եւ ինձ երբեմն հարցնում են, իսկ ինչու են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք կամ հոգեկան հիվանդությամբ տառապող անձինք գտնվում քրեակատարական հիմնարկում, որովհետեւ այդպիսին է մեր օրենսդրությունը, եթե մեղսունակությունը բացառող հոգեկան հիվանդություն չէ կամ հիվանդագին վիճակ չէ, անձի նկատմամբ նշանակում են ոչ թե բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ, այլ անձը տեղափոխվում է քրեակատարական հիմնարկ պատիժը կրելու եւ մենք պետք է եւ ոչ միայն պետք է, այլ նաեւ անում ենք ամեն ինչ, որպեսզի ապահովենք այդ անձանց համար այլ պայմաններ, քան մյուսների համար եւ Նուբարաշեն կենտրոնում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց այս պահին պահվում են անազատության մեջ գտնվող որոշակի անձինք, որպեսզի մենք ավելի լավ հսկողություն կարողանանք նրանց նկատմամբ իրականացնել մասնագետների ներգրավմամբ։ Եվ լինում են դեպքեր, երբ անձինք ինքնավնասում կատարելով փորձում են դժգոհություն բարձրացնել, օրինակ իրենց մեղադրանքի հետ կապված, համաձայն չեն լինում եւ այլն։ Եվ ես պետք է նաև ասեմ, որ մենք խոսում ենք ինքնասպանության դեպքերի մասին, այս տարվա ընթացքում ունեցել ենք միայն 1 դեպք, բայց շատ քիչ ենք խոսում կանխված դեպքերի մասին։ Ունեցել ենք 5 կանխված դեպք, ինչը կրկին խոսում է այն բանի մասին, որ մենք այս ուղղությամբ աշխատում ենք, եւ այդ դեպքերից մեկ օրինակ վերաբերել է անձին, ով դատապարտվել է կամ ում նկատմամբ արդեն կա դատավճիռ պետական դավաճանություն կատարելու համար, մեկի ինքնասպանության դեպքը վերաբերել է անձին, որը մեղադրվում է սեռական բնույթի ոտնձգություններ կատարելու համար, մյուսը առանձնապես խոշոր չափի թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար, այսինքն անձինք են, որոնք իրենց արարքը կանխելուց հետո բացատրել են հուսահատությամբ, որ իրենք իրենց կյանքի մի մասը կամ մեծ մասը կամ ամբողջ կյանքը անցկացնել են քրեակատարական հիմնարկում եւ այս պատճառով մեր հոգեբանները փորձում են անհատական աշխատանք իրականացնել յուրաքանչյուրի հետ։ Խնդիրը կա, խնդիրը մեծ է, մենք շատ ուշադիր ենք այս խնդրի նկատմամբ, մենք ուզում ենք, որ պետության պոզիտիվ պարտականությունը պատշաճ կերպով մարդկանց պահպանելու մենք իրապես պատշաճ իրականացնենք ու դրա համար իրոք ամեն ինչ անում ենք։ Տիկին Գալյան, հաջորդ խնդրահարույց թեման վերաբերում է պայմանական վաղաժամկետ ազատումներին։ Դուք հիմա դարձել կասեք, որ բավականին մեծ թիվ ունեք, այդ առումով նույն ցմահներ են պայմանական վաղաժամկետ ազատվել եւ այլն, բայց խնդիրը մնում է դեռ սուր, հաշվի առնելով, որ տեմպերը դանդաղ են։ Ինչու, որովհետև վերասոցիալականացման ծրագրերը գուցե այդքան էլ արդյունավետ չեն կամ թերի իրականացվում, մենք ունենք կամ լսել ենք դեպքեր, որ շախմատ խաղալու համար միավոր է ստացել, բայց շախմատ չի խաղացել, ընդամենը մեկ քարտ տեղափոխել է մի քառակուսուց մյուս քառակուսին եւ միավոր է ստացել։ Արդյոք օբյեկտիվ պատկեր է այդ միավորների բաշխումը դատապարտյալներին, որը հիմք է տալիս նաև պայմանական ազատվելու համար եւ ինչ է արվում արմատական լուծում տալու, որովհետեւ նախկինում այլ վիճակ էր, անցանք բալային համակարգին, բայց պարզվում է բալային համակարգը կամ միավորներ շնորհելը եւս արդյունավետ չէ։ Շնորհակալություն արմատական բառի համար, որովհետեւ մեր փոփոխությունը իրապես արմատական է։ Նախ բալային համակարգի հետ կապված արդեն արվել են փոփոխություններ եւ գնահատվում է ոչ թե անձի կողմից մեկ անգամյա մասնակցությունը որևէ միջոցառմանը, այլ այդ մասնակցությունների դինամիկան։ Այսինքն մենք ընթացքն ենք գնահատում։
օրինակ Իսկ 3 շարունակականությունը X ժամանակահատվածի համար։ Այսինքն եթե անձը որոշել է որ պետք է հաճախի ինչ որ դասընթացի, 1 անգամ, 2 անգամ հաճախելը նրան չի տա բալ, այլ 2-3 ամսվա կամ տարվա ընթացքում հաճախելը նրան նոր կապահովի որոշակի բալով։ Հետո մենք կոնցեպտ ենք փոխել, մենք լողացող բալեր ենք սահմանել, որպեսզի ինտենսիվությունը եւ հաճախականությունը կարողանանք ճիշտ գնահատել։ Իրականում սա դժվարացնում է մեր աշխատանքը, մասնագետների աշխատանքը, որոնք գնահատում են ոչ թե գործողությունը, այլ դրա դինամիկան, ընթացքը եւ վերասոցիալականացման հնարավորությունները։ Եվ արդյունքը կարծում եմ իրեն երկար սպասեցնել չի տալու, մենք շատ ավելի ճիշտ թիրախավորված կերպով ենք առաջ շարժվելու եւ ավելի ճշգրիտ են լինելու մեր զեկույցները, որոնք իրապես ունակ են լինելու օգնել դատարանին կայացնել ճիշտ որոշում։ Եվ այս հարցի հետ կապված ուզում եմ նշել նաև մեկ հանգամանք տուժողի վնասը հատուցած լինելու հետ կապված։ Սա եւս լուրջ խնդիր է, որովհետեւ բազմաթիվ դատապարտյալներ հենց այդ պատճառով չեն կարողանում դա եւս փոխում ենք։ Ես նախկինում խոստացել էի, որ կփոխենք, արդեն կառավարությունը հաստատել է փոփոխությունը։ Կոնցեպտն ենք փոխում հետեւյալ ուղղությամբ, որ եթե միակ պատճառը պայմանական վաղակետ ազատելու որոշում չկայացնելու տուժողի վնասը հատուցած չլինելն է, ապա դատարանը կայացնում է համապատասխան որոշում, անձի վրա դնելով պարտականություն, X ժամանակահատվածում հատուցել այդ վնասը եւ դա դիտվելու է որպես պայման ազատելու։ Եվ եթե այդ պայմանը խախտի ազատվելուց հետո անձը, այսինքն 1 տարվա ընթացքում կամ 2 տարվա ընթացքում չկարողանա արդեն ազատության մեջ գտնվելով հատուցել տուժողի վնասը, հետ է վերադառնալու քրեակատարողական հիմնարկ։ Ստացվի որ դատական ակտը չի կատարել։ Ստացվի որ այո դատարանի կողմից սահմանված պայմանը խախտվել է եւ պրոբացիայի ծառայությունը միջնորդություն կներկայացնի դատարան, ինչպես որ մյուս բոլոր պայմանների խախտումների դեպքերում է արվում եւ դատարանը կքննարկի նրան հետ բերելու հարցը։ Սա կարծում եմ շատ էական փոփոխություն է եւ ավելի մոտիվացնող կարող է լինել անազատության մեջ գտնվող անձանց համար դրսևորել դրական վարքագիծ քրեակատարական հիմնարկի ներսում, բայց խիստ ցանկալի է, որ այդ մոտիվացիան նաեւ գնային ուղղությամբ, որ քրեակատարական հիմնարկի ներսում պետք է անձը աշխատի։ Իսկ աշխատելու հնարավորությունները մենք հետս հետե շատացնում ենք։ Մենք ունենք դուք էլ կասեք, որ դա բավարար չի, որովհետև ապագայում գուցե եւ լինի բավարար կամ եթե բավարար չլինի, հաստատապես ավելի շատ հնարավորություններ կլինեն։ Վերջերս ես Վանաձորում էի, այնտեղ զոդման արտադրամաս էինք փոքրիկ բացել, նաև հաշվի առնվել մասնագետների պահանջը այդ տարածաշրջանում, զոդողների կարիք միշտ կա եւ երկու խնդիր ենք լուծում, համ ապահովում ենք աշխատանքով կամ սովորեցնում ենք առնվազն թե ինչպես կարելի է իրականացնել համապատասխան աշխատանքը եւ հետո անձի համար հնարավորություն է ստեղծվում ազատության մեջ գտնվելով նաև կատարել այդ նույն աշխատանքը, բայց ես ուզում եմ նաև ձեզ հետ կիսվել վիճակագրական տվյալներով պատժից պայմանական վաղակետ ազատելու հետ կապված։ 2025-ին 170 անձ են ազատվել վաղակետ, 2024-ին ազատվել էին 134-ը։ Այս տարվա առաջին եռամսյակում ազատվել են 45 արդեն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 20-ից 25-ի մեջ էր տատանվում թիվը, հիմա հստակ չեմ հիշի, այսինքն գրեթե կրկնակի աճ ունենք այս տարվա ցուցանիշով, եթե չհաշվենք, որ նախորդ տարի էլ 2024-ի համեմատ ենք թվական աճ ունեցել եւ մեր կանխատեսմամբ եւ լավագույն հույսով 200-ի շեմը պետք է հատենք այս տարվա վերջին ու ամեն ինչ անելու ենք, որ դա լինի այդպես մեր կողմից ներկայացված զեկույցների շնորհիվ։ Տպավորությունը այնպեսին է, որ այդ հարցում դատախազության հետ ունեք լուրջ հակադրություններ, որովհետև դատախազությունը պարբերաբար բողոքարկում է, ինչը եւս հանրային դժգոհության առիթ է դառնում։ Դա իրենց գործն է։ Իրենց գործն է, բայց իրականում կա այդ հակադրությունը, թե ոչ, խոսքը օրենքով նախատեսված այդ հակադրության մասին չէ, որը բնական է, այլ այդ լարվածությունը եւ ինչքանով է դա խանգարում գործընթացի շարունակականությունը, որովհետև միշտ չի, որ պետք է բողոքարկես եւ ոչ բոլոր ակտերն են ենթակա, այսպես ասած, զուտ ընկալման տեսանկյունից բողոքարկման։ Մեր խնդիրը մեր աշխատանքը լավ անելն է,
Այսինքն ունենալն է այնպիսի զեկույցներ, որոնք կլինեն արժանահավատ, ճիշտ կներկայացնեն իրավիճակը եւ հնարավորություն կտան դատարանին կայացնել որոշում։ Դատախազության ֆունկցիան այլ է եւ կարծում եմ իրենք էլ իրենց աշխատանքն են իրականացնում եւ լավ է, որ այդ աշխատանքները տարբեր են եւ մենք եթե ժողովրդական լեզվով ասեմ այս առումով կեսկատակ կեստուրջ մեր ջրերը մի առվով չեն հոսում եւ սա նորմալ է, որովհետեւ բալասավորվում է հանրային շահը, չէ՞։ Այսինքն մենք ինչ ենք անում բաժից պայմանական վաղակետ ազատելով իրականում հանցագործություն կատարած անձին հնարավորություն ենք տալիս վերադառնալ հասարակություն ավելի շուտ, քան իր բաժի ժամկետի ավարտն է։ Եվ մենք դա մի կողմից ենք գնահատում, իսկ դատախազությունը հաշվի առնելով արարքի հանրային վտանգավորությունը եւ մի շարք այլ հանգամանքներ գնահատում է այլ կողմից։ Եվ շատ լավ է, սա այն դեպքն է, որ շատ լավ է, որ մեր ջրերը մի առվով չեն հոսում եւ մենք լավ պետք է կատարենք մեր աշխատանքը, իրենք իրենց աշխատանքը։ Վերջում դատարանը թող կայացնի համապատասխան որոշում։ Բայց դատարանները կարծես թե կաշկանդված են դատախազության դիրքորոշումներով եւ հաճախ այդ դժգոհությունները եւս ստանում են եւ փաստաբաններից եւ դատապարտյալներից։ Նորմալ է, որ դժգոհում են փաստաբանները, որովհետեւ դա էլ իրենց գործն է։ Բայց առնվազն իմ կողմից ներկայացված թվական տվյալները խոսում են այն մասին, որ մենք ունենք քանակական աճ։ 30%, 50% աճ արդեն այս պայդրությամբ 50% աճ ունենք, տարեվերջին ես հուսով եմ, որ այդ 50%-ը կրկին կպահպանվի, ինչը դժգոհությունները կամ մտահոգությունները ըստ էության փարատում է։ Տիկին նախարար, քրեակատարողական հիմնարկների վիճակի մասին եմ ուզում խոսել, շենքային պայմաններ, պահման պայմաններ եւ այլն։ Գաղտնիք չի, որ կան քրեակատարողական հիմնարկներ, որոնք շատ անմխիթար վիճակում են գտնվում, մասնավորապես Նուբարաշենը, Գորիս քրեակատարողական հիմնարկը եւ այլն, եւ այնտեղ կոսմետիկ աշխատանքները ուղղակի անարդյունավետ են։ Տևական ժամանակ խոսվում է նաեւ նոր քրեակատարողական հիմնարկ ունենալու մասին, բայց կարծես թե դատապարտյալների կյանքի որակը բարելավելու միտված նախաձեռնություններ շատ ուշ են կյանքի կոչվում։ Ինչու՞։ Կյանքի կոչվում են հետս հետ է հաշվի առնելով առաջնային պահանջմունքները դատապարտյալների եւ անազատության մեջ գտնվող անձանց։ Նախորդ տարի իրենց տրամադրվող հագուստը ամբողջությամբ փոխվեց, լավ որակի հագուստ սկսեցինք տրամադրել, որից գոհ են եւ կրում են։ Ինչու ենք հասկանում, որ գոհ են, որովհետեւ կրում են։ Սննդի որակի հետ կապված ենք փոփոխություններ անում պարբերական, որպեսզի գոհ լինեն անձին, հիգիենայի պարագաների հետ կապված մենք պարտադիր տրամադրում ենք իրենց եւ ես էլ իմ այցերի ընթացքում որ գնում հարցնում եմ ինչից եք դժգոհում, ինչ խնդիրներ կային, բայց իրենք ասում են ամեն ինչ նորմալ է, ես եմ անդադ հարցնում, բա ատամի պաստան լավը չէր, իմ դուրը չեկավ օրինակ կամ խոզանակը, ինչի չեք ասում այդ մասին, ասում են դե լավ որ ասեցիք, հա մի քիչ լավը չէր, հետո հաջորդ անգամ գնում ենք փոխած արդեն ճշտում ենք իրենց տրամադրությունները, ինչ վերաբերում է պայմաններին բնակության, այսպես ասեմ, դրանք էլ են փոփոխվում։ Մենք 24-ի համեմատ 25-ին 50 օբյեկտ ավել ենք վերանորոգել։ Այդ 50 օբյեկտը ներառել են կարանտինային խցեր, միջանցքներ, աստիճանավանդակներ եւ այլն, եւ այդ վերանորոգումները մեծ թափով իրականացվել են գրեթե բոլոր քրեակատարական հիմնարկներում, բացի Նուբարաշեն քրեակատարական հիմնարկից, Գորիս քրեակատարական հիմնարկում եւս աշխատանքներ իրականացվում են։ Այս տարի վերանորոգման աշխատանքները կրկին կշարունակվեն եւ ես թույլ կտամ ինձ ասել, որ բացի Նուբարաշեն քրեակատարական հիմնարկից մենք վատ պայմաններով կամ ձեր կողմից նկարագրված այդպիսի պայմաններով հիմնարկներ ըստ էության չենք ունենա։ Եվ շատ ցանկալի կլինի, որ նաև այցեր լինեն լուսաբանող լրատվամիջոցների կողմից նույն Արմավիր քրեակատարական հիմնարկի կարանտինային խցերը, որոնք շատ վատ վիճակում են, մենք նախորդ տարի վերանորոգել ենք, տեսակցության սենյակներն ենք անդադ փորձում վերանորոգել, որովհետև մեզ համար շատ կարևոր է, որպեսզի այն ժամանակը երկարատև տեսակցությունը օրինակ, որը մարդն անցկացնելու է իր ընտանիքի հետ, լինի որակյալ, այսինքն այդ հարցերը մեր ուշադրության կենտրոնում են։ Ինչ վերաբերում է նոր քրեակատարական հիմնարկին, մենք չենք հրաժարվել այն ունենալու գաղափարից, հիմա քննարկում ենք մասնավոր ընկերությունների հետ, մասնավոր
պետական գործընկերության շրջանակներում հիմնարկի կառուցման հնարավորություններ է եւ ունենք մեկ առաջարկ, որը դիտարկում ենք, որը պետք է համադրենք մեր այլ հնարավորությունների հետ, այսինքն մենք մեր միջոցներով պետական ռեսուրսով միայն սարքենք նոր քրեակատարական հիմնարկ եւ շուտով այդ որոշումը կարծում եմ կլինի եւ հստակ կլինի թե մենք ինչ ուղղությամբ ենք առաջ շարժվում եւ այն որ Նուբարաշեն քրեակատարական հիմնարկը մեր ապագայում չպետք է լինի, դա հստակ է։ Մոտավոր ժամկետներ կան, թե խիստ նախնական են քննարկումները։ Եթե մենք 1 տարի հետո ավարտած լինենք նախագծային աշխատանքները եւ սկսենք աշխատանքներ իրականացնել, մեզ 3 տարի առնվազն նոր քրեակատարական հիմնարկի համար պահանջվելու է եւ ես նշեցի առնվազն, որովհետեւ մենք ուզում ենք 800-ից 1000 հոգի սպասարկող քրեակատարական հիմնարկ ունենալ։ Տիկին նախարար, ոլորտային վերջին հարցս վերաբերում է դատական ակտերի հարկադիր կատարմանը եւ էլեկտրոնային աճուրներին գույքի գաղտնիք ասած չեմ լինի, որ այդ համակարգում բազմաթիվ ռիսկեր կան գույքի վաճառքի հետ կապված աճուրների հետ կապված եւ այլն եւ հետքը մի քանի հրապարակում ունեցել է, որ այդ աճուրներին մասնակցել են եւ մարդկանց տները գնել են հենց հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները։ Այսինքն սպասել են գույքը այնքան է իջել արժեքով, որ կարողացել են իրեն գնել։ Այդ առումով ինչ փոփոխություններ են սպասվում եւ ինչ քայլեր իրականացվում, որպեսզի ռիսկերը նվազագույնի հասցվեն։ Իհարկե օրենսդրական փոփոխություն կատարվեց, շեմը բարձրացվեց եւ այլն, բայց դա բաղադրիչներից մեկն է, իհարկե դրական քայլ է, բայց բաղադրիչներից մեկն է, դրան հաջորդող կամ նախորդող այլ իրադարձություններ եւս կան, որոնք ռիսկային գոտում են։ Նախ ուզում եմ նշել, որ աճուրդի դրվող գույքի վերաբերյալ տվյալները հրապարակային են լինում եւ հրապարակայինորեն է ծանուցվում աճուրդի վերաբերյալ այդ տեղեկատվությունը, այսինքն քաղաքացիները ազատ են aճուրդ.am կայքի միջոցով մասնակցել համապատասխան գույքի աճուրդին։ Աճուրդների իրականացման շղթայում մարդկային գործոն ըստ էության չկա, տեխնիկական ապահովման միջոցով է այդ աճուրդը իրականացվում, գործում է էլեկտրոնային համապատասխան ծրագիր, որը ինքնաշխատ կերպով է աշխատում, այսինքն խափանելու, ինչ որ մի բան փոխելու եւ այլն նման տիպ իրավիճակները պետք է բացառենք, իհարկե տեխնիկական խնդիրներով պայմանավորված երբեմն ստանում են ահազանգեր աճուրդին մասնակցող անձանց կողմից, որ չի ստացվում ինչ որ մի բան անել, տեղում այդ հարցերը լուծվում են եւ եթե չեմ սխալվում միայն մեկ դեպք ենք ունեցել, որ տեխնիկական խնդրի պատճառով աճուրդը անբավեր է ճանաչվել այս ամբողջ ընթացքում։ Ինչը խոսում է այն բանի մասին, որ մնացած բոլոր դեպքերում կամ այդ խնդիրները հաղթահարվում են, կամ այդ խնդիրները առհասարակ չեն առաջանում։ Ինչ վերաբերում է հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցների կողմից գույքերը ձեռք բերելուն, ես իհարկե ավելի մանրամասն կուսումնասիրեմ այդ դեպքերը։ Հիմա չեմ հիշի հստակ օրենսդրական կարգավորումներ, որ քաղաքացիներին արգելում են առհասարակ մասնակցել աճուրդների իրականացմանը, բայց ամեն դեպքում այս ուղղությամբ կարծում եմ, որ լրացուցիչ ուսումնասիրություն կարող ենք անել, իհարկե հիմա չասելով, որ դա խնդրային է կամ խնդրային չէ, որովհետև կրկնում եմ քաղաքացու համար, անկախ նրանից որտեղ է աշխատում, ըստ էության չկա արգելք, եւ եթե մենք վստահ ենք, որ այդ աճուրդը մեխանիկորեն է իրականացվում եւ մարդկային գործոնի հնարավորությունը չկա, ինչի մասին ես խոսեցի, կարծում եմ, որ շատ մեծ խնդիր չունենք այս ոլորտում։ Շատ լավ, եթե ամփոփենք տիկին նախարար, ձեր այս տարիների նախարարի պաշտոնում աշխատած տարիների ամենամեծ բաց թողումը որն է եղել, որ ուզում եք դրա մասին բարձրաձայնել։ Աշխատանքային։ Իհարկե։ Աշխատանքային միշտ կան, որովհետև ժամանակը միշտ չի հերիքում, բայց այս պահին չեմ կարող ասել ամենամեծը որն է եղել։ Իմ պատկերացմամբ ինչ որ բաները ժամանակին չհասցնելն է եղել բաց թողում, որը հետո գուցե շտկվել է ժամանակի ընթացքում։ Օրինակ, որ հարցին առաջնահերթություն կտայիք, բայց ձեր նշած պատճառով չեք կարողանում։ Օրինակ, ես շատ ուզում եմ ժամանակ հատկացնել փորձագիտական հիմնարկների բարենորոգման ուղղությամբ աշխատել,
որի ժամանակը չի հերիքում շատ, բայց զուգահեռ այդ process-ը իրականացվում է, ուղղակի իմ դիտարկմամբ ավելի դանդաղ է իրականացվում, քան մյուս process-ներն են իրականացվում։ Ազգային արխիվի փոխակերպման հետ կապված շատ ավելի արագ կուզեի, որպեսզի մենք աշխատանքներ իրականացնենք, դրանք կրկին իրականացվում են, կոնցեպտը հաստատել ենք, բայց կուզեի, որ լիներ ավելի արագ, բայց մեր ռեսուրսը եւ իմ անձնական ռեսուրսը եւ թիմի ռեսուրսը իրականում սահմանափակ է, եւ ես հետհայաց որ նայում եմ նախորդ տարվա աշխատանքի ծավալին ու տեմպին, իրականում ես գոհ եմ ու շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր որ շատ աշխատել են ու կատարել են իրենց առջև դրված խնդիրները, որովհետև ինձ համար շատ դժվար է գոհանալը, որովհետև միշտ ձգտում ես ավելին հասցնել ավելին, բայց համեմատության մեջ նայելով նախորդ տարիների օբյեկտիվ ցուցանիշները, ես իրապես գոհ եւ շնորհակալ եմ աշխատակիցներին իրենց ծանր եւ պատասխանատու աշխատանքի համար։ Քանի որ գոհ եք, ենթադրում եմ նաև որ չեք հոգնել նախարարի պաշտոնից։ Չեմ հոգնել, որովհետև դեռ շատ բաներ ունենք անելու։ Շնորհակալ եմ մեր հարցերին պատասխանելու համար։ Իսկ դուք մեր հետագա հարցազրույցները բաց չթողնելու համար բաժանորդագրվեք հետքի YouTube ալիքին։